523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ, գերակշիռ ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանն ընդունել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների դատավարությունների վերաբերյալ բանաձևը։ Այդ բանաձևով Եվրախորհրդարանականները պահանջում են անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և բեմականացված դատավարության մյուս մասնակիցներին, ինչպես նաև սառեցնել Բաքվի և Բրյուսելի միջև էներգետիկ համագործակցության մասին հուշագիրը։ Փաստաթղթում նշված է, որ Բաքվում դատավարությունների ընթացքում հայ գերիները անմարդկային վերաբերմունքի են արժանանում, նրանց արգելված հոգեներգործուն նյութեր են տալիս, պարբերաբար խախտվում են թարգմանիչների, հարազատների հետ հանդիպումների, առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները։ Առանձին կոչ է հասցեագրված մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին։ Բանաձևի հեղինակներից Միրիամ Լեքսմանը Եվրոպական ամբիոնից Բաքվում տեղի ունեցող դատավարություններն անվանել է շինծու, պնդելով, որ հայ գերիներն անմարդկային պայմաններում են պահվում, ինչը ցույց է տալիս Ալիևի իրական դեմքը։ Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերությամբ, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Միթե մենք դասեր չենք քաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել ըստ մեր արժեքների ու սկզբունքների։ Բայց ինչ ենք անում մենք։ Նորից փորձում ենք բավարարել բռնապետ Ալիևին և խրախուսել նրա գործողությունները ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսը նույնպես կոշտ ելույթ է ունեցել, հայտարարելով, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ հետաքննվեն։ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների վերաբերյալ։ Շատերը տել ունեք այդ նույն մտահոգությունները։ Այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում, հետևելով զարգացումներին։ Արտար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի։ Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձևի համահեղինակ Նատալի Լուազոն հայտարարել է, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչինչով չեն զիջում ստալինյան դատավարություններին։ Բաքվում պահվող հայ գերիների միակ մեղքը նրանց հայ լինելն է, նկատել է Լուազոն ու ափսոսանք հայտնել, որ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ներկա չէ Եվրախորհրդարանի լիագումար նիստին ու չի լսում իրենց։ Դիմում եմ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, գնացեք Հայաստան և տեղում համոզվեք, որ կա մի երկիր խաղաղության ձգտումով ու եվրոպական երազով։ Այս դահլիճում ելույթ ունեցած ավելի քան 1 տասնյակ եվրոպացի պատգամավորներ ամոթանք են տվել Ալիևին, կարևորել Եվրամիության խիստ դիրքորոշումը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Ադրբեջանական գազը չի կարող մարդու իրավունքներից և եվրոպական արժեքներից ավելի կարևոր լինել, համոզված են նրանք։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։